Տեր Փավստոս, այսօր մենք շատ ենք օգտագործում բարի բառը մեր խոսույթում, բարի լույս, բարի օր, հա, բարին ենք միշտ ցանկանում, բայց ինչպիսին է այսօր մարդկանց պատկերացումները բուն բարության մասին։ Ընդհանուր առմամբ շատ բազմազան։ Մենք որպես քրիստոնեական ժողովուրդ բնական է բարի հետ կապված, հասկացության հետ կապված անմիջապես կենտրոնում տեսնում ենք Աստված։ Արդեն իսկ Սուրբ գրքում մեր Տերը հենց ինքն է հայտարարում, որ բարին միայն Աստված է։ Արարչագործության ընթացքում, երբ որ մենք նայում ենք Ծննդոց գիրքը, Աստված ինչ որ արարում է, փաստում է, որ բարի է։ Հիմա բարիություն կոչվածը մենք այդ կոնտեքստում պետք է տեսնենք, այդ համատեքստում։ Անշահախնդիր ենք այսօր։ Մարդիկ։ Այսօր մեծամասամբ ընդհանուր առմամբ հասարակությունը համաշխարհային կարելի ասել, այդ թվում նաև մեր հասարակությունը առավել շահադիրական է, քան երբևէ եղել է։ Եվ բարիություն կոչված են դրա հետ է տեսնում։ Այսինքն մարդու համար բարի է այն, ինչ իրեն օգտակար է, բայց դա իրական բարու հետ կապ չունի։ Իրական բարին այն է, որ ապահովում է այլոց շահերը, օգտակարությունները, ըստ կամահաճույքների չէ, ըստ իրական օգտակարությունների։ Իմ արարիչը ինչ որ ստեղծել է եւ ասում է բարի է, վստահաբար այդ ամեն ինչը իր համար չէր։ Մեր օրերում մենք շատ ենք հանդիպում արտահայտությունների, որ ասում են, այս ինչ մարդ է, ինչ գործի նվիրյալ էր, ամբողջ կյանքում իրեն նվիրեց այս գործին։ Ինչ ասել է նվիրյալ ու ովքեր են այսօր իսկապես նվիրյալները։ Երբ որ մարդ ի վիճակի է, կարող է կամավորաբար եւ սիրով իր ամբողջ հնարավորությունը, ռեսուրսը տրամադրելու եւ ընդերս ոչինչ չսպասելու, որ իր ժողովուրդը, իր երկիրը, կյանքը ընդհանուր առմամբ իր միջավայրում որ ինքը ապրում է, որ այդ ամեն ինչին ինքը տա առավելս իր օգտակարությունը։ Դա ենք սովորում Աստծուց։ Այդ բոլոր տեսակի այդ առաքինություններից արտահայտությունները, որով մենք սովորում ենք Աստծուց, որովհետև ինքն է դրա կատարյալ իրականությունը։ Իսկ երբ որ մենք կյանքը մեկնարկում ենք, դա նվեր է մեզ։ Նվիրյալ լինելը քո հանդեպ ցուցաբերած նվիրյալության բարոյական արձագանքն է։ Եթե դու նվիրում չես ապահովում, ապա դու անտեսում ես քեզ նվեր տվողին։ Երբեմն մենք մտածում ենք, որ նվերը ստանալուց ենք մենք լսվում եւ առավել դառնում, բայց իրականության մեջ մենք մատուցելու դեպքում է, որ առավել ենք դառնում, իսկ չմատուցելու դեպքում պակասում ենք։ Դեռնեք եկեղեցի։ Մտնենք։ Տեր Փավստոս, մեր քաղաքը, մեր երկիրը այսօր բարի գործանոթների, նվիրյալների պակաս ունի։ Այո, շատ պակաս ունի։ Դե շատ բնական է, եթե այսպես օրեցօր ավելանում է մարդկային հասարակության մտածողության մեջ, օրեցօր ավելանում է անհատականությունը։ Այսօր մեր հասարակությունը ընդհանուր առմամբ իր ներքին մտածողության մեջ ունի բարեկեցության խնդիր։ Բարեկեցությունը ուզում լուծել։ Եվ բարեկեցությունը, եթե մեկ ուզում է իր բարեկեցիկ կյանքն ապահովելու, ինքնաբերաբար ինքը դրանով է զբաղված։ Ինքը չի զոհում իր բարեկեցությունը մյուսի համար։ Ինքը փորձում է հնարավորինս հավաքել իր բարեկեցությունը, հետևաբար նվիրում այստեղ չկա։ Եվ այսպիսի հասարակություն միշտ թույլ է։ Ինչ պիտի անի մեր հասարակությունը։ Արժեքներ, որոնք մենք արժեքային համակարգերի կորուստ ենք կրում։ Տեսեք, աշխարհը այսօր մեզ այսպես արագ ընթացքով նորություններ է մատուցում։ Հետաքրքրություններ, հրապույրներ, երբեմն աշխատանքային լավ առաջարկներ,
ավելի քիչ չարչարանքով մեծ վաստակներ։ Ինքնաբերաբար մարդու մտածողությունը կենտրոնացնում է նյութականի վրա։ Ամբողջ նյութականությունը արժեքավորություն չի ունենա, եթե հոգեղենություն չունենա։ Եվ այս միացությունը նրա համար է, որ մեր նյութականությունը հոգեղեն մագարտակի գործունեություն դրսևորում ապահովի, բայց մենք կենտրոնացած ենք նյութականի վրա։ Պաստոս, քանի որ մենք էլ նոր նախագիծ ենք սկսում, քաղաքի մարդիկ քաղաքի սրտով իմաստն է ներկայացնել այն մարդկանց պատմությունները, ովքեր ինչ որ չափով նվիրյալներ են, այսպես ասած, մեր հասարակության մեջ եւ կարող են օրինակելի մարդիկ լինել, այս առումով մեր նախագծի մեկնարկին եկել ենք ստանալու նաեւ ձեր օրհնությունը եւ ինչ կասեք, արդյոք շատ մարդիկ կլինեն, որոնց այդ բախտ կվիճակվի այս շարքը սկսել, շարունակել, թե շատ սահմանափակ քանակ կունենանք։ Չէ, կարծում եմ, որ սահմանափակ քանակ չեք ունենա, ու զուտ գոնե այս նախաձեռնությունը համալրելու համար, այդ որ մենք ասում ենք նվիրյալների պակաս ունենք, չենք ասում, որ դրանց իսպար բացակայություն կա։ Եվ ընդհանուր առմամբ, հիշեք, միշտ կյանքում այդպես է, նվիրյալները իրենց չեն բացահայտում։ Եվ շատ հաճախ իրենք մնում են աննկատ ընդհանուր հասարակությունից։ Այն նման նախաձեռնություններն են, որ իրենց պիտի բացահայտեն հասարակությանը շոշափելի դարձնելու համար։ Ոչ թե իրեն որպես այսպես գնահատանք ու գովասանք, այլ հասարակության իբրև օգտակարություն։ Այո։ Եկեղեցում աղոթք կա։ Այո։ Օրհնյա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ հերգինս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկեցցե արքայություն քո, եղիցին կամք քո, որպես հերգինս է վերգրի, ըսհաց մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերով սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզ իջարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն հոր Հիսուս Տուր ինձ իմաստությունս դվարից խորհել, խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ։ Իջար խորհրդոց իբանից եւ իգործոց փրկյազիս եւ ողորմյա քարարածոց եւ ինձ բազմամեղիս։ Զգործս ծերած մերոց ուղիղարա իմեստեր եւ զգործս ծերած մերոց հաջողիա մեզ ամեն։